Հարելույս ժողովուրդ ջան, այսօր էլ պատրաստելու ենք սմբուկով ճաշատեսակ, որը պահածոացնելու ենք ձմեռվա համար։ Հիմա սմբուկը ես լվացել եմ, կեղևը մաքրեմ և կշարունակենք։ Սմբուկի կեղևը մաքրեցի և հիմա սկսենք կտրել։ Կտրենք ասենիշ տարբերակով, այսպես երկար կտրում ենք։ Այս տարբերակով պետք է կտրենք բոլորը։ Կտրեցի, վերջացրեցի սմբուկը, այստեղ մաքրած վիճակով 5 կիլոգրամ է կտրտած պատրաստ։ Ավելացնեմ, այստեղ կաթիլի մեջ լցնեմ։ Մաքրել եմ նաև 1 կիլոգրամ սող, հիմա երկարությամբ պետք է կտրտեմ և ավելացնեմ սմբուկի վրա։ Այս 1 կիլոգրամ կտրած սոխն էլ նույն ձևով երկարությամբ կտրել եմ։ Ավելացնում եմ սմբուկի վրա։ Այստեղ կես կիլոգրամ տոմատը կես լիտր ջրի հետ բացում եմ և պետք է ավելացնեմ մեր այս մասսայի վրա։ Բացած տոմատի մածուկին ավելացնելու եմ կես լիտր ձեթ։ Եվ խառնելու եմ, որպեսզի դառնա միասեր։ Տոմատով և ձեթով մասսան լցնելու եմ այսպես մեր կտրտած մյուս մասսայի վրա։ Եվ դնելու ենք թույլ կրակին, որպեսզի եփի։ Պղպեղները հիմա մաքրելու ենք, նորից կտրենք երկարությամբ։ Այսպես։ Ժողովուրդ ջան, այստեղ 1 կիլոգրամ մաքրած կտրտած պղպեղ է, հիմա սա էլ ավելացնենք մեր եփող մասսայի վրա։ Պղպեղներն էլ ավելացնենք, թող բոլորը միասին եփեն։ Ժողովուրդ ջան, այս եփող մասսային նաև հիմա ավելացնում եմ մաքրած 2 կիլոգրամ լոլիկ։ Հիմա ավելացնենք վրան։ 2 կիլոգրամ լոլիկն էլ ավելացրեցի, հիմա թող եփի։
Մեր մասսայի վրա նորից ավելացնելու ենք 3 ճաշիկ թալախ, 1 ճաշիկ թալ կարմիր պղպեղ, 1 ճաշիկ թալ սև պղպեղ, մի 10 հատ դափնու տերև և մի 15 հատ կլոր պղպեղ։ Այս բոլորի հիմա կավելացնենք մեր եփող մասսայի վրա։ Վերջում էլ ավելացնեմ 2 հատ կծու պղպեղ։ Եթե դուք չեք սիրում, կարող եք չավելացնել։ Արդեն եփում է, մի 10 րոպե կեփի և կվերցնեմ։ Կթողնենք մի փոքր կհովանա ու կլցնեմ բանկաների մեջ։ Ժողովուրդ ջան, վերցրել եմ, հովացել է, հիմա լցնենք տարաների մեջ, բայց մինչև այդ տեսնենք համը աղը նորմալ է, թե ոչ։ Եթե պակաս է, ավելացրեք, խառնեք, հետո նոր լցրեք տարաների մեջ։ Այսպես լցրեցինք, հիմա կափարիչը դնենք վրա և դնենք մի կողմ հաջորդները լցնելու համար։ Ժողովուրդ ջան, ստացա 750 գրամանոց բանկա և մի փոքր էլ մտածածին հետ պահեցի ուտելու համար։ Կարող ենք և ուտել այսպես, և կարող ենք ճաշ պատրաստել։ Շատ լավ տարբերակ է, շատ ընտիր տարբերակ է, դուք է պատրաստեք։ Ձմեռվա համար իսկական համեղ ուտելիք է։ Դե դնեմ ստերզացնեմ և փակեմ։ Ժողովուրդ ջան, մեր սմբուկով ճաշատեսակը փակեցի, վերջացրեցի, շատ լավ է ստացվել, դուք էլ անպայման պատրաստեք, շատ հեշտ և լավ տարբերակ է, և կոմենտներում գրեք, տեսնեմ ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Եղեք առողջ, ցտեսություն։